Դին Թոմասը, ձեզ մոտ հարց չի առաջացել, ինչու էս քանի տարվա ընթացքում ոչ մի հատ էթիկայի հանձնաժողով չի ստեղծվել։ Ես չէ ավարտել եմ հարցից, որովհետև տեսեք, մենք մշտապես ելնում ենք այն կանխավորկացից, որ էթիկայի հանձնաժողովը պետք է կենսունակ լինի, մեկ։ Երկրորդ կարևոր հարցն է, Տիկին Ջեբեջյանը, չեմ ճանաչում, բայց դա մտնում, Տիկին Ջեբեջյանը, որը ձեր կարծիքով վիրավորվել է արտահայտությունից, արդյոք իր իրավունքների պաշտպանության այլ միջոցի դիմել է, այսինքն օրինակ դիմել է արդյոք դատարան, եւ օրինակ պահանջել է, որպեսզի իր պատիվ եւ արժանապատվությունը պաշտպանվի։ Երրորդ հարցը, որ ուզում էի դա, դուք եք Տիկին Ջեբեջյանը, գոնե իմանանք։ Երրորդ հարցը, տեսեք, եթե մենք ստեղծում ենք էթիկայի հանձնաժողով մի դրվագի հետ կապված, դուք արդյոք չեք բացում Պանդորայի արկղը, որ ամեն մեկս ամեն օր կգան մի դրվագով կստեղծի մի էթիկայի հանձնաժողով։ Եվ չորրորդ հարցը, այդուհանդերձ Տիկին Թովմասյան ամենայն հարգանքով պատգամավորի բարի ցանկությունն է եւ լրատվամիջոցների հետ շփման իր մոտեցումն է հարցերին պատասխանել, թե չէ, բայց որևիցե պարագայում, ոչ սահմանադրության, ոչ որևիցե օրենքի մակարդակով պատգամավորը նման պարտավորություն չունի, սա արձանագրենք, որովհետև մեր լրատվամիջոցների մոտ կարող է թյուր ըմբռնում ձևավորվի, որտեղ եթե կա պարտավորություն, այդ պարտավորության չկատարելու համար պետք է լինի նաև պատասխանատվություն։ Խնդրեմ, որպեսզի դուք վերաձևակերպեք ձեր միտքը, որովհետև դուք նաև լրագրող, օքեյ, շատ բարի, բայց ամենայն դեպս հարգելի լրագրողներ, իմացեք, որ դա բարի ցանկության դրսևորում է, այո, ճիշտ է, որպեսզի պատգամավորը շփվի լրատվամիջոցների հետ, բայց իրավական պարտավորություն գոյություն չունի։ Խնդրեմ։ Շնորհակալություն։ Պարոն Վարդանյան, ինչու չի ստեղծվել մինչև հիմա, ես ասացի, ես իմ մասով ընդունում եմ, որ ես թերացել եմ, ես այդ կշտկեմ։ Մնում է դուք էլ ձեր մասով ընդունեք եւ այո, կարող է ցանկացած հարցով ձևավորվել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով, ի վերջո կանոնակարգը չի արգելում, քանի ժամանակավոր հանձնաժողով կարող է ձևավորվել որևէ նստաշրջանում։ Այդ օրենքի խնդիր չունենք, ոչ էլ ունենք որևէ տեսակի այլ խոչընդոտ, կարող է ձևավորվել։ Ինչ վերաբերում է Ռիփսիմե Ջեբեջյանը արդյոք ինչ է արել իր իրավունքների պաշտպանության համար, առաջին եւ ադեկվատ քայլը, որ նա արել է, հետո մոտեցել է պատգամավորին եւ ասել ներողություն խնդրեք ձեր վարքագծի համար, որովհետեւ դուք վիրավորել եք ինձ։ Ինչը Անդրանիկ Քոչյանը չի արել, որը ավելի է վատացրել իրավիճակը եւ ավելի սրել, որովհետեւ նա կարող էր այդ պահին ասել, հա, զայրացած էի, չգիտեմ, հազար ու մի պատճառ կարող էր ասել եւ մի ներողություն այս ամբողջ պատմությունը կավարտեր։ Եվ նա այդ իր քայլով նաեւ ցույց կտար, որ ինքը ունի որոշակի հարգանքի նշան առաջին հերթին պատգամավորի մանդատի նկատմամբ, հետո նոր 4-րդ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ։ Նա չի արել, ավելին, նորից է սրել, ասել է այո, ես լավ եմ արել, ինչ որ մեջբերումներ արել, մանիպուլատիվ նորից եմ կրկնում, որովհետև չի կարելի, էլի, ասենք, մի իրավիճակի մասին խոսել այնպես, ոնց որ դու ես ուզում դա մեկնաբանես։ Եթե այս բաժակը հիմա բաժակ է, մենք չենք կարող դրա մասին ուրիշ ենթադրություններ անել։ Հետևաբար Ռիփսիմե Ջեբեջյանը առաջի քայլը արել է պաշտպանվելու, հայցելու ներողություն, չի ստացել։ Դրանից հետո վարչապետին է դիմում փոխանցել 1 իրավաբանների հետ է խոսացել 2 դատարան դիմելու մասով չգիտեմ մենակ դատարան դիմելը մինչև հիմա հասրելա թե ոչ, բայց եկեք մի բան էլ հասկանանք, էլի այնուամենայնիվ լրագրողը իր ամենօրյա ռիթմի մեջ դժվար է իր համար գնալ ամեն մի գործի համար մտնել դատարան։ Այս հո մի հատ դեպքը չի։ Ռիփսիմեին էլ մյուս բոլոր դեպքերում էլ մյուս լրագրողներին էլ առաջին ու վերջինը չի ցավոք սրտի, որ այսպիսի իրավիճակում են հայտնվում։ Ասում եմ, դուռ են շղկացնում, վիրավորում են, չեն պատասխանում, շվշվացնելով գնում են, հələ մի հատ կառավարության նիստերն են, որ նայեք, նախարարները ձեռները գրպաններից չեն հանում, տենց գնում են, այդ վերաբերմունք չի։ Բայց քանի որ մենք հիմա պարլամենտական էթիկայի հանձնաժողովի մասին ենք խոսում, չեմ շեղվում։ Ինչ վերաբերում է Պանդորայի արկղը բացելուն, օրինակ ես կողմնակից եմ, այո, որ թող բացվի եւ թող յուրաքանչյուր պատգամավոր իր վարքի համար պատասխան տա։ Ես դրա համար ասացի ամեն մեկս եկեք մեր խոսույթի համար պատասխան տանք։ Եթե կգտնեք մի բառ իմ խոսքի մեջ, որ ես կվիրավորեմ որևէ մեկին, իմ հարցով էլ ձևավորեք էթիկայի հանձնաժողով, մյուսն պատգամավորներն է պիտի պատասխան տան։ Ի վերջո մենք գտնվում ենք, ասում եմ, առաջնային մանդատ կրող ազգային ժողովում, հանրության ամենահաշվետու մարմնում, որովհետև մեր հաշվետվությունը ամեն տարվա ընտրություններն են, ամեն տարի
նկատի ունեմ ամեն ընտրական տարի մենք հաշվետվություն ենք տալիս ընտրողների առաջ եւ ընտրողները պիտի падգամավորներին նորից ընտրեն, նորից վստահություն տան եւ այդ քաղաքական ուժին վստահություն տան։ Հիմա այսինքն Անդրանիկ Քոչարյանի վարքը այդ նշանակում է, որ այդ վարքի դրսևորումից հետո դուք պիտի ակնկալեք, որ ձեզ ասելու են ինչքան ճիշտ պահեցին իրենց տեսակ, հրաշալի է լրագրողներին ինչ են անում, ինչ վերաբերմունք են ցուցաբերում, այսինքն խոսքը հանրային հաշվետվողականության մասին է, որը այս դեպքում բացակայում է։ Այո, պարտավորություն չունի, ես իմ խոսքում ասեցի եւ ես ամենևին չեմ պատրաստվում վերաշարադրել իմ որևէ միտք, որովհետեւ ես համարել եւ համարում եմ, որ падգամավորները պարտավոր են պատասխանել լրագրողների հարցերին, որովհետեւ լրագրողները տալիս են հարցեր, որոնք որ հնչում են կամ որոնք որ կան հանրության տարբեր շերտերի մոտ եւ ցանկացած падգամավոր ամենամեծ ցանկության դեպքում իմ ձևակերպման պարտավոր է պատասխանել հարցերին։ Հիմա դուք ասում եք պարտավոր չեն, դա ձեր կարծիքն է։ Աշխարհում կլինեն էլի մարդիկ, որ կասեն պարտավոր չեն, էլի իրենց կարծիքն է։ Օրենսդրության մեջ այո չկա որևէ ամրագրում, որ падգամավորը պարտավոր է պատասխանել լրագրողի հարցերին։ Բայց մենք խոսում ենք հանրային պատասխանատվության մասին, հանրային հաշվետվողականության մասին եւ խոսում ենք նաեւ հենց էթիկայի նորմերի մասին։ Ի վերջո, էթիկայի նորմերի առնվազն պահպանման տրամաբանությունից ելնելով, եթե մարդը քեզ մոտենում է, գոնե պիտի խոսես հետ, ասես ներողություն չեմ կարող պատասխանել։ Հիմա բա դուք ինչի՞ այդ սկանդալի մեջ չեք ընկել, բայց դուք ամենապասիվն եք լրագրողների հետ շփումներում։ Հարցազրույցներ ես չեմ հիշում, որ տենց ակտիվ տակ, բայց ես սկանդալի մեջ էլ չեք ընկել, որտեղ ասում եք ներողություն չեմ պատասխանում ու գնում եք։ Հիմա այս նույն իրավիճակը կարող ենք ունենալ մյուս падգամավորների դեպքում։ Շնորհակալություն։ Ես դեպի տակա մենք արձանագրենք, որ մենք տեղեկություն չունենք, դիմել է դատարան, թե ոչ Տիկին Ջեբեջյանը։ Ես այս բaragայում ես թույլ եմ տալիս, դիմել եք դատարան Տիկին Ջեբեջյան։ Դիմել եք թե ոչ։ Լրացել է։ Տիկին Ջեբեջյան, նստեք, չէ, ես ինքս փոշմանեցի, շատ բարի, ժամկետը դեռ կա, չենք վերացում սա բան, էթիկայի հանձնաժողովի, ամեն դեպքում արձանագրում ենք, որ այս պահին վիրավորանքի, ավելի շուտ անձի պատվի եւ արժանապատվության պաշտպանության վերաբերյալ հայց չի ներկայացվել, թեև ձեռնարկվել են բավականին ակտիվ միջոցներ, ստորագրավակ է կազմակերպել, վարչապետի նամակ է փոխանցվել, այսինքն ամեն ինչ արել ենք բացի իրավական միջոցներից, ամեն դեպքում արձանագրում ենք։